Բարև ձեզ հարգելի ընկերներ, ձեզ այսօր կներկայացնեմ կոլոնոսկոպիկ հետազոտության համար նախապատրաստվելու ճիշտ ձևը։ Կան տարբեր պրեպարատներ պատրաստման համար, բայց քանի որ ամենաշատ կիրառելին ֆորտրանսն է, խոսենք հենց ֆորտրանսի մասին։ Ինչ է իրենց ներկայացնում ֆորտրանսը, տուփի մեջ կա 4 հատ փաթեթ։ 4 փաթեթներից ամեն մեկը կշռում է 64 գրամ եւ ամեն մեկը նախատեսված է 1 լիտր ջրի մեջ լուծելու համար։ Այսինքն, մի փաթեթը լուծում ենք 1 լիտր ջրի մեջ եւ խմում 1 ժամվա ընթացքում 15 րոպե ընդմիջումներով։ Նույնը կատարում է երկրորդ փաթեթի հետ, այսինքն առաջին փաթեթը 1 ժամվա ընթացքում խմելուց հետո երկրորդ փաթեթը լուծում ենք նոր 1 լիտր ջրի մեջ եւ նորից խմում 1 ժամվա ընթացքում 15 րոպե ընդմիջումներով։ Նույնը կատարում են երրորդ եւ չորրորդ փաթեթների հետ։ Եթե ձեր հետազոտությունը նշանակված է առավոտյան ժամը 8-ից 10 ընկած հատվածում, ապա 4 լիտր հեղուկը, այսինքն 4 փաթեթները անպատասխանաբար լուծված ամեն մեկը 1 լիտր ջրի մեջ, այս 4 լիտր հեղուկը պետք է խմել ժամը 6-ից 10 ընկած հատվածում։ Իսկ եթե հետազոտությունը նշանակված է 10-ից 12 ընկած հատվածում, ապա հարկավոր է խմել 2 լիտրը, այսինքն 2 փաթեթը ամեն մեկը 1 լիտր ջրի մեջ լուծված, հարկավոր է խմել երեկոյան ժամը 8-ից 10 ընկած հատվածում, իսկ մյուս 2 փաթեթը առավոտյան 6-ից 8 ընկած հատվածում։ Կարևոր է, որ հետազոտությունից 2 ժամ առաջ հեղուկ այլապես չխմել։ Իսկ եթե հետազոտությունը նշանակված է օրվա երկրորդ կեսին, այսինքն ժամը 12-ից 2-3 ընկած հատվածում, կարող եք բոլոր 4 լիտրն էլ խմեք առավոտյան ժամը 5-ից 9 ընկած հատվածում։ Ամբողջ 4 լիտրը։ Ինչ վերաբերում է սննդակարգին, կգրեմ դրա մասին ավելի մանրամասն հենց ներքևում, կարող եք կարդալ, ինչը կարելի է ուտել եւ ինչը չի թույլատրվում ուտել։ Այս ամենը շատ կարեւոր է, որովհետեւ ոչ լիարժեք, ոչ ճիշտ պատրաստման դեպքում, աղիների ոչ լիարժեք պատրաստման դեպքում հետազոտությունը կատարվում է թերի, որից հետո ձեր բժիշկը ստիպված է լինելու կատարել հետազոտությունը կրկին եւս ինչ որ մի կարճ ժամանակ հետո, այնինչ կարելի է կատարել լիարժեք հետազոտությունը, հաջորդ հետազոտությունը կատարել ըստ բժշկի ցուցման։ Առողջ եղեք, ժամանակին դիմեք մասնագետներին։